Սերներ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայտնվելը։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ, մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունը։ Փառք Հիսուսին այսօրվա համար, որ Տերն արար է։ Իմ սրտի մեջ այսօր մի ուղերձ կա, որ կուզենամ կիսվեմ ձեզ բոլորիդ հետ, վերնագրել եմ այսպես. դու հավատում ես դժոխքի գոյությանը։ Ինչի համար եմ սա ասում, որտեվ մարդիկ ու դաժե շատ քրիստոնյաներ մերժում են դա։ Ու ինչ պատճառ գտնելով ասում են, որ սիրող Աստված չէր կարա մարդուն ուղարկել դժոխք։ Միանշանակ դու ճիշտ ես, սիրող Աստված չի ստեղծել դժոխքը քեզ համար։ Աստվածաշունչը դրա մասին շատ պարզ հստակ խոսում է, որ դժոխքը չի պատրաստված եղել մարդու համար, այլ սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Բայց մարդը, ունենալով ազատ ընտրության հնարավորություն, միջև օրս մերժում Աստծո որդուն եւ ընտրում է մեկին, սատանային ու նրա պիղծ ու չար ոգիներին, նրա գործը, նրա սուտը, նրա կեղծիքը, հետևելով նրան եւ գտնվում է էթում է այն վայրը, գնում է դեպի այն տեղը, որտեղ սատանայի ու նրա ոգիների ու դևերի բնակավայրն է լինելու։ Շպրտման տեղը։ Սա Աստվածաշունչն է տենց խոսում։ Եվ այն մարդիկ, շատ մարդիկ ասում են, եթե Աստված մեզ այդքան շատ էր սիրում, ասում է, ինչի համար սատանային չի շպրտում հիմա, ինչի ստեղծեց սատանային կամ հետևյալ բաներ են խոսում։ Մեր Աստված շատ պարզ ձևով Աստվածաշունչը հստակ խոսում է դրա մասին Հովհաննեսի 3:16-ում։ Ասում Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց, որ ամեն մի նրան հավատացող չկորչի։ Հլասա չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Հավիտենական, ժամանակավոր չէ, հավիտենական կյանք։ Բոլոր նրանք, ովքեր կհավատան ու կընդունեն Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին, իրանց սրտի մեջ որպես իրանց Տեր ու Փրկիչ, որպես իրանց Աստված, որպես իրանց կյանքի սկիզբ ու ավարտ, ու կապրեն նրա ավետարանի խոսքին համապատասխան, իրանք կընտրեն սրբության ու ճշմարտության ճանապարհը, ասում եմ ձեզ, Աստվածաշունչը խոսք է տվել, ասում է, որ մենք ունենք հավիտենական կյանք։ Փառք լինի Հիսուսին, որտեղ Աստված իր սերը դրսևորեց այն ժամանակ ու ապացուցեց իր սերը խաչի վրա, երբ որ մենք դեռ մեղքի մեջ էինք։ Փառք լինի նրան։ Բայց այսօր շատ մարդիկ միջև օրս, որ ասում ես, հավատում ես, ասում ես, չէ, ես չեմ հավատում։ Ասում դու հավատում ես։ Իսկ հիմա երկրորդ հարցն աստեղ։ Հավատում ես Հիսուս Քրիստոսի խաչելությանը։ Հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց եւ իր կյանքը տվեց մարդկության փրկության համար, ինձ ու քեզ համար։ Հավատում ես։ Շատերն ասում են հավատում եմ։ Ասում եմ, այսինքն դու պետք է հասկանաս, այն ինչ որ Հիսուս Քրիստոսն արեց խաչի վրա կրելով չարչարանք, թափելով իր սուրբ այրունը, ինքը տանջվեց, որ դու դժոխքում, ես դժոխքում ու դու դժոխքում չտանջվես։ Քրիստոսի խաչելությունը դա փրկագինն է, որ ինձ ու քեզ ինչ որ մի ոնց ասեմ, ինչ որ մի ահավոր, չգիտեմ, невыносимый, էլի ոնց կլինի դա։ Մի հատ անտանելի վայրից քեզ ազատի։ Անտանելի բանից քեզ ազատի։ Իր սեփական կյանքը տվեց Հիսուս Քրիստոսը սիրելով, ոչ թե պարտադրանքով, ոչ թե քեզ վախեցնելու համար, սիրելով, որ մի անտանելի մի տեղից քեզ փրկագնի, քեզ փրկի, որ դու չեթաս ով Աստծո մարդ, ով հոգի, որ դու չեթաս այդ տանջանքի վայրը։ Հիսուսը տանջանք կրեց, Հիսուսը չարչարվեց, նա եղավ քավություն իմ ու քո մեղքերի համար, որ մենք չեթանք այդ տանջանքի վայրը։ Եթե դու ասում ես, ես մերժում եմ, չեմ հավատում դժոխքին, ուրեմն դու չես էլ հավատում խաչելությանը, որտեվ դա կատարվեց, որ Տերը փրկագնի, Տերը փրկի ինձ եւ քեզ։ Տերը ազատի մեզ այդ չարչարանքի վայրից, այդ հավիտենական տանջանքից ու կրակների բոցից։ Հիսուս Քրիստոս իր սեփական կյանքը սիրելով քեզ ու ինձ ու ապացուցեց իր սերը, որ դու իր համար ես ստեղծված մարդ։ Նա քեզ ստեղծել է իր պատկերի ու նմանության պես։ Մի փորձի կրես մեղքի ու անեծքի պատկերը։ Մի փորձի կրես սատանայի ստի ու կեղծի պատկերը։
սիրելով այս աշխարհը ու սիրելով ցանկությունները, սիրելով լայն ճանապարհը, խնդրում եմ քեզ, հիշի խաչելությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, տանջանքն ու չարչարանքը, որ կրել է Հիսուսը ինձ ու քեզ համար, դա փրկագինն է ազատելու ինձ ու քեզ, այն տանջանքի վայրից, որտեղից որ մենք պետք է եթայինք, բայց որ դու քանի մարմնիդ մեջ ես հնարավորություն ունես չեթալու այդ վայրը, դառնալու դեպի Տիրոջը, տեսնելու նրա սերը, որ մահից էլ ուժեղ է, դժոխքից էլ ուժեղ, տեսնելու նրա սերը, որի սեփական կյանքը տվեց իր արյունով քավություն եղավ իմ ու քո մեղքերի համար։ Եթե դու կհավատաս ու կընդունես ու կընտրես նրա խոսքն ու նրա ճշմարտությունը, քայլես սրբության ճանապարհներով։ Տերը երբեք չի ստում։ Նա որ խոսում է դժոխքի մասին, օրինակ դժոխքի գոյության մասին Հիսուսն է խոսում։ Հենց Մատթեոս 25:41-ում ասում է դժոխքը ստեղծված է սատանայի նրա հրեշտակների համար։ Սա խոսում է դժոխքի իրական լինելու, դժոխքի գոյության մասին ասա խոսում։ Օրինակ Մատթեոս 10:28-ում ուղղակի մի փոքր համբերություն խնդրում եմ։ Մատթեոս 10:28-ում նորից խոսում է դժոխքի գոյության մասին։ Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմին է սպանում, հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանցից, որ վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ, մարմին էլ կորցնի գեհենի մեջ։ Սա փաստ, որ խոսում է դժոխքի գոյության մասին։ Տեսեք ուշադրություն դարձեք, դժոխքի պատժի մասին է Հիսուսը խոսում։ Մատթեոս 25:46 օրինակ։ Դժոխքի պատժի մասին է խոսում, այնտեղ որ Տերը ասում է 25:46-ում ասում է եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները հավիտենական կյանքը։ Հիշում եք հենց նոր ես ձեզ ասացի դրա մասին, որ Սուրբ Գիրքն ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց, որ ամեն մի հավատացող չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ու Հիսուսը ստեղ նույնն է ասում։ Դժոխքի պատժի մասին է խոսում, նաև կյանքի մասին է խոսում։ Ասում է եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը հավիտենական է։ Եվ իսկ արդարները հավիտենական կյանք։ Արդարությունը քո գործերից չի, արդարությունը քո կարողությունից չի, արդարությունը Հիսուս Քրիստոսին հավատալուց է։ Արդարությունը մենք հագնում ենք Հիսուս Քրիստոսի արդարությունը։ Թե ինչ արեց նա մեզ համար, որ նա արդարը մահացավ անօրեններիս համար։ Մենք, որ պղծության ճանապարհն ենք ընտրի ու քայլում ենք դեպի պղծություն ու հավիտենական տանջանքը, Հիսուս Քրիստոսը մեզ համար մահացավ։ Եվ ամեն նրան հավատացող ունի կյանք, որտեղ նրա այրունը սրբեց, քավություն եղավ ինձ ու քեզ համար, սրբեց մեզ ամեն տեսակի մեղքից։ Որ ունենանք նրա հետ կյանք, որտեղ Աստված ում պաշտում ենք, Հիսուսը սուրբ օրհնյալ նրա անունը։ Տեսեք դժոխքի նկարագրության մասին։ Հիսուսը ո՞նց է խոսում։ Մի քանի համար։ Սրանք մի քանի ուղղակի համար են։ Մարկոսի ավետարան 9:43-ում տեսեք ինչ ասում։ Երբ որ դժոխքի նկարագրությունն է ասում Տերը։ Մարկոս 9:43, որտեղ նրանց որդը չի մեռնում եւ կրակը չի անցնում։ Ժողովուրդ, սա իրական փաստ է, որ Հիսուս Քրիստոսը սրա մասին բարձրաձայնում է Տերը։ Եթե դուք հիշում եք Ղուկասի ավետարանի 16-րդ գլխի այնտեղ 24 համարի մեջ շատ պարզ ձևով խոսում է Տերը, որտեղ ասում է, որ այնտեղ աղքատ Ղազարոսի եւ հարուստի մասին ասում։ Ինչ էր գոռում հարուստը, որ Ղազարոսին ուզում էր, որ մատի ծայրը թրջի, որ գա իր լեզուն ուղակի զովացնի, որտեղ ասում այս կրակների մեջ տանջվում եմ ես։ Բարեկամ սիրելիը, թանկ հոգի, խնդրում եմ քեզ, հետևությունները Տերը չի ստում։ Տերը երբ որ խոսում է դժոխքը այն վայրն է, որտեղ ես հավիտյան բաժանում Աստծո ներկայությունից։ Հավիտյան։ Եթե դու կարդաս 2 Թեսաղոնիկեցիների 1:9 կտեսնես։ Ուզում եք ես կարդամ։ 2 Թեսաղոնիկեցիներից 1:9 խոսք։ Ասում է, որոնք պատիժ կկրեն հավիտենական կորուստ Տիրոջ երեսիցը եւ նրա փառավոր զորությունիցը։ Այսինքն դժոխքը այդ վայրն է։ Դա հավիտենական պատիժ, ասում Տիրոջից հեռու լինելու։ Դժոխքը այս վայրն է, որտեղ չկա Աստծո ներկայությունը։
որտեղ իրապես չկա։ Դժողքի լայն ճանապարհի մասին է խոսում Մատթեոս 7:13-ում Տերը։ Նայեք, դժողքի լայն ճանապարհի մասին է խոսում, որտեղ տանում է դժողք, Մատթեոս 7:13։ Նեղ դռնով ներս մտեք, որտեղ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստ է տանում, եւ շատերն են նրանով գնացողները։ Այսինքն որ ճանապարհը, լայն ճանապարհը, որ կորուստ է տանում։ Առակաց գրքի մեջ էլ կա 14, 12-ում, 16, 25-ում, որ շատերի աչքի առաջ իրենց ճանապարհները ուղիղ են թվում, բայց նրանց վերջավորությունները անդունդ են տանում, մահ են տանում։ Տեսեք ինչ ասում, դժողքը այն վայրն է, որտեղ լաց եւ ատամների կրճտուն կա։ Դա այն վայրն է, որտեղ լացի եւ ատամների կրճտոց կա։ Մատթեոս 13:42 13:42 Եվ կգցեն նրանց կրակի փռի մեջ, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտելը։ Մատթեոս 13:42 Տեսեք ինչ ձև է սա, դժողքային վայրն է, որտեղ լացի եւ ատամների կրճտոց է։ Իմ սիրելի աղբեր ու իմ սիրելի քույր, ես խնդրում եմ քեզ եկած քո մեջ չմտածես, որ ասես դե լավ, դե գա ժամանակը, ես հետո разберемся, էլի ես կյանքիս վերջում կամ մի քիչ երիտասարդ կյանքս կավարտվի, հասնեմ ծերության, նոր այդ վաղ կմտածեմ երևի դրա մասին։ Իմ սիրելի աղբեր, դու չգիտես 5 րոպե քեզ հետ ինչ կլինի։ Այսօր աշխարհում կա տենց մի հասկացողություն, որ դա ապահովագրություն։ Մենք գիտենք ինչ է դա, ստրախովկա։ Քո մեքենան, որ դու առել ես, քո մեքենան կարիք ունի, դու ամեն, չգիտեմ, տարին 1, 3 ամիսը 1, 6 ամիսը 1 դու իրան ապահովագրում ես։ Ստրախովկա делаешь։ Ստրախովկու делаешь։ Այսինքն տարբեր երկրներում արդեն դա կա մարդկային կյանքը, տները, այստեղ ես թվում է ստեղ էլ կլինի Հայաստանում։ Ապահովագրում են մարդկանց տները։ Կա երկրներ, որ արդեն մարդկանց կյանքերն են ապահովագրություն անում։ Ստրախովկան։ Բայց ես ասեմ ձեզ, միակ ստրախովщիկը, միակ ով կարող քո կյանքը ապահովագրի, դա Հիսուսն է։ Քո հոգու ապահովագրողը դա Քրիստոս Հիսուսն է, ով հստակ հավիտենական, բայց ոչ թե 6 ամսով։ Տերը, որ ապահովագրում, հավիտյան ապահովագրում, օրհնյալ լինի նրա անունը։ Օրհնյալ լինի նրա անունը։ Տերը ժամանակավոր ուղղակի չի ապահովագրում մեզ։ Հավիտյան, փառք քեզ Տեր։ Աստվածաշունչն ասում է իմ եղբայր, իմ քույր, որ ամեն ինչ մեզ կարելի է, բայց ամեն ինչ չի մեզ օգտակար։ Ամեն բան ինձ կարելի է, բայց ամեն բան չի ինձ օգտակար, իմ սիրելի աղբեր ու իմ սիրելի քույր։ Մեր կյանքը շատ անգամ ոնց որ դու մտես մի սուպերմարկետի մեջ ու ինչ որ քո աչքերը տեսնում է, քո սիրտը ցանկանում է, դու հավաքում ես։ Բայց մի մոռացի, որ առջևում կասա կա, որտեղ պետք է հաշիվ տաս։ Մի մոռացի, որ առջևում պետք է հաշիվ տաս, կասա կա, պետք է վճարես։ Նույնը քո կյանքն է։ Այսօր ինչ քո աչքերը տեսնում են, քո սիրտը ցանկանում են, դու դրանք ուզում ես։ Բայց դու չգիտես արդյոք դրանք քեզ օգտակար են թե ոչ։ Բայց մի մոռացի իմ եղբայր, իմ քույր, որ առջևում հաշիվ պետք է տանք։ Հիսուս Քրիստոսը տեսեք ինչ ասում Հովանու ավետարանի 12-րդ գլխի մեջ։ 47 խոսքում նայեք։ Եվ եթե մեկը իմ խոսքերը լսե եւ չհավատա, ես չեմ դատապարտի նրան, որտեւ ես չեկա, որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրեն դատողին։ Այն խոսքը, որ խոսեցի, նա կդատի նրան վերջին օրը։ Տեսնում ես։ Դու կարող ես այսօր չհավատալ ու չընդունել Աստծո խոսքը, չընդունել Քրիստոս Հիսուսին, դու կարող ես մերժել այսօր, Տերն ասում է կարաս։ Ես քեզ չեմ դատապարտի, բայց ասեմ քեզ, սիրելի հոգի, որ այն խոսքերը, որ Տերը խոսեց մեզ հետ, որն էլ մենք կոչում ենք Աստվածաշունչ, ծննդոցից մինչև հայտնություն, այս խոսքերը մեզ կդատեն վերջին օրը։ Դու կարող ես այսօր մերժել։ Տեսեք, աշխարհում քանի միլիարդ մարդ կա, այդքան ճիշտ կա։ Բայց ճիշտը եւ ճշմարտություն դրանք տարբեր բաներ են։ Ռուսերեն
Правда и истина. Ճշմարտությունը այն է, որ անկախ իմ կամքից ու քո կամքից դա կա ու գործում է։ Դու կուզես հավատաս, կուզես չէ, ճշմարտությունը կա։ Քո հավատալով կամ չհավատալով ճշմարտությունը չի ազդվում դրանից։ Չի փոփոխվում ու փոփոխության չի ենթարկվում։ Բայց ճիշտը այդպես չի։ Հասկանում եք, ճիշտը այդպես չի։ Ճիշտն ու ճշմարտություն դրանք տարբեր բաներ են։ Ինչքան մարդ կա, այդքան ճիշտ կա։ Տեսնում եք, ինչքան մարդ կա։ Правда, ոնց որ пословица կա, չի ասում, правда каждого своего։ Բայց ճշմարտությունը տես չի, истина не так։ Դու համաձայն ես, դու համաձայն չես, հավատում ես, չես հավատում, ճշմարտությունը դա կա ու հավիտյան է։ Դրա համար ասում է, երկիրքն ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Դու կամ այսօր հավատում ես ճշմարտությանը, կամ մերժում ես ճշմարտությանը։ Բայց քո հավատալով ու չհավատալով, որ դու հավատաս, կյանք կունենաս։ Բայց որ դու չհավատաս, այդ ճշմարտությունը չես հեռացնի։ Որ դու չես ընդունում Հիսուսին ու չես ուզում հավատաս նրա խոսքերին, ոչ մի բան չի փոփոխության ենթարկվի։ Դու կարող ես ունենալ քո ճակերտավոր ճիշտը ու դրանով առաջնորդվել։ Բայց Հիսուսը մեզ զգուշացնում է, որ ահա այն խոսքերը, որ ես ասում եմ, այս ճշմարտությունն է։ Ու սրանք կդատեն ձեզ։ 17:17-ում Հովհաննեսի ավետարանը ասում է, այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, դա ճշմարտություն է։ Ինքը Հիսուս իր մասին խոսելով ասում է, ես եմ ճշմարտությունը, ճանապարհ ու կյանքը։ Իր Սուրբ Հոգու մասին խոսելով ասում է ճշմարտության հոգին որ գա։ Ահա թե ինչ է ճշմարտությունը, անհատականություն, личность. Это Иисус Христос. Истина это личность. Ճշմարտությունը դա անձ է, դա անհատականությունն է, դա Հիսուս Քրիստոսն է։ Փառք նրան։ Խնդրում եմ, եթե այսօր քո սրտի մեջ դու հասկացար ու քո սրտի մեջ կա այդ ցանկությունը դառնալու Տիրոջը, բաց քո սիրտը, ապաշխարի քո բոլոր մեղքերի համար ձգտի սրբության։ Գրկի Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին։ Հիշի խաչի վրա մի հանցագործին, որ օգտագործեց այն շանսը, որ հենց նոր իրան տրված էր։ Նա նայեց Քրիստոսին, որ սա ասեց արդար է։ Մենք գիտենք ինչ հանցանքի համար ենք մեր պատիժը կրում, բայց Քրիստոս, նա ասեց, բայց Քրիստոս, նա արդար է։ Նա տեսավ, որ արդարը այդ պատիժը կրում է իր պես հանցագործների, իմ պես հանցագործների համար, անօրենություն գործողներիս համար։ Իմ սիրելի աղբեր, ոչ ոք չի կարող քեզ ապահովագրել, ոչ քո ախրանիկները, ոչ քո ստեղծած տները, գումարը, ավտոները, բրոնի մեքենաները, չգիտեմ, ոչ ոք։ Միակ քո հոգին, ով կարող է ապահովագրել այդ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին։ Ու միայն իրան ճանաչելով, իր խոսքով ապրելով, սրբությանը ու մեղքի կյանքից հեռանալով կարող ես ունենալ կյանք ու հավիտենական կյանք։ Այն մարդիկ, ովքեր ասում են, եթե Տերը մեզ սիրում էր, ինչի է թողնում սատանան միջև հիմա, չգիտեմ, մարդկանց գլխին սես բաներ անում։ Իմ սիրելի քույր, իմ սիրելի աղբեր, լսի ուշադիր։ Երբ որ մեկը մի հանցանք է գործում, ոստիկանները գալիս են, կապում են իրան այն կանդալներով, չգիտեմ, նարուշնիկներով ու տանում են, կապում են իրան։ Ու հանցագործը չի կարա, որտեղ իրան բռնել են հանցանքի մեջ, էլ չի կարա փախնի։ Ոստիկանը ուր ձգի իրան, ընդեղ էլ է թալույա։ Հիմա լսեք ինձ, սիրելի քույր ու աղբեր, ինչի է Տերը ժամանակը ձգում ինձ ու քեզ համար։ Տերը ժամանակը ձգում է ինձ ու քեզ համար։ Որտեվ դու քանի մեղքի հետ կապնված ես, դու կապնված ես սատանայի հետ։ Ու երբ որ հիմա սատանային Տերը շպրտի կրակի լճի մեջ ու նրա դևերին ու նրա պիղծ այդ ոգիներին, դու որ կապնված ես նրանց հետ, ավտոմատ գնալու ես այդ կրակի լճի մեջ։ Տերը ժամանակը խնայում է ինձ ու քեզ համար, որ այսօր մի հոգի նորից ապաշխարի ու դառնա դեպի իրան։ Խնդրում եմ քեզ, մի մերժի Աստծո ձեռքը։ Աստված այնքան մոտեցրեց քեզ արքայությունը, մի վանի քեզանից այդ արքայությունը,
Հիսուսն ասեց ապաշխարեցեք, որտև երկնքի արքայությունը մոտեցել է։ Մի վանի քեզնից, մի հեռացրու քեզնից արքայությունը, Տերը քեզ մոտեցրել է արքայությունն։ Տերը քեզ մոտեցրել է, որ դու ընդունես արքայությունն ու արքային Հիսուս Քրիստոսին, ունենաս կյանք հավիտենական նրա հետ։ Մի հեռացրու քեզանից իմ աղբեր ու իմ քուր։ Մի հեռացրեք ձեզանից Աստծո արքայությունը սիրելով մեղք այս աշխարհի ու ցանկությունները։ Սատանային ու նրա սուտն ու նրա կեղծիքը խնդրում եմ։ Մի հեռացրու քեզանից։ Մի հեռացրու քեզանից արքայությունը, որը Տերը մոտեցրեց քեզ։ Մի հեռացրու, ապաշխարի, խնդրում եմ, ու դարձի կենթանի Աստծուն։ Դու որ կապնված ես մեղքի հետ, եթե այսօր Տերը սատանին շպրտի կրակի լճի մեջ, որն էլ շուտով անելու է, դու կապնված լինելով մեղքով նրա հետ էթալու ես իր հետ այդտեղ։ Բայց որ Տերը տալիս է քեզ ժամանակ, որ արձակի քեզ սատանայի հետ կապից, մեղքի հետ կապից, անեծքից ու այդ ոգիներից, որ դու կապնվես Աստծո որդու հետ եւ ընդունես նրա արքայությունը։ Քեզ բացակամի դիր արքայությունից Աստծո։ Խնդրում եմ քեզ, սիրելի հոգի, քեզ բացակամի դիր, Աստված մոտեցրել է քեզ իր արքայությունը։ Ապաշխարիր, ընդունիր Աստծո որդուն, ով քավություն եղավ իմ ու քո մեղքերի համար։ Փառք նրան, օրհնյալ լինի նրա անունը, փառավոր լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պատվական անունը։ Աղոթում եմ, որ քո սրտի աչքերը բացվեն եւ տեսնես նրա սերը, եւ տեսնես նրա ողորմությունը, տեսնես նրա խաչելության, քավության զորությունը, արժեքը, գինը։ Աղոթում եմ, որ դու չկորցնես քո հնարավորությունը ու քո կյանքը տաս Հիսուս Քրիստոսին։ Տերը զորացնի քեզ։